Գազաբալոնային տրանսպորտային միջոցների թիվը Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների մոտ 60-ից 70% է և անվտանգ շահագործման կարևոր պայմաններից մեկը դրանց վիճակն է։ Այդ բալոնների վկայագրման գործընթացը մարտի 28-ից անցկացվելու է պարտադիր տեսանկարահանմամբ, որը պետք է 6 ամիս պահպանվի։ Ուսումնասիրությունների արդյունքում մեր կողմից ակնհայտորեն արձանագրվեց, որ լիցենզավորված շատ կազմակերպություններ, տնտեսվարողներ գազաբալոնների պարբերական վկայագրումը իրականացնում են ոչ պատշաճ, նույնիսկ ավելին, հաճախ նույնիսկ առանց համապատասխան ծառայության մատուցման 2019-ից 21 թվականներին տեղի էր ունեցել գազաբալոնների 11 պայթյուն, իսկ 22-ից 25 թվականներին 10 պայթյուն։ Նոր կարգավորումներով հստակեցվում է, թե ինչպես պետք է կատարվի տեսագրությունը։ Այն պետք է արտացոլի տվյալ տրանսպորտային միջոցը, համարանիշը և վկայագրման ամբողջ պրոցեսը, որպեսզի հնարավոր լինի հիմնավորել կամ նույնականացնել ծառայության պատշաճ իրականացումը։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում առկա է 104 լիցենզավորված կազմակերպություն, որոնք այդպիսի ծառայություններ են մատուցում, և այս փոփոխությունը կատարվել է նաև տեսչական մարմնի պահանջով։ Քանի որ տեսչական մարմինը չուներ գործիք լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու և բացահայտելու լիցենզիայի պայմանների պահանջների խախտումները և վարչարարություն իրականացնելու։ Նման կարգավորում նախորդ տարի կիրառվեց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանների նկատմամբ, քանի որ այդպիսի խնդիր այնտեղ նույնպես նկատվել է։ Եղել են դեպքեր, որ տեսչական մարմնից տեսանյութ են պահանջել, սակայն չեն ստացել, որը մասնագետների խոսքով հանգեցրել է մոտ 10 կազմակերպության լիցենզիայի կասեցմանը։ Դրա համար էլ տեսնելով, որ այսպիսի մեխանիզմը արտարացնում է մի բնակավարում, մենք նույն կարգավորումը փորձում ենք իրականացնել ևս գազաբալոնների պարբերական վկայագրման բնակավարում։ Ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված հեղուկացված նավթային և սեղմված բնական գազով գազաբալոնների վկայագրումները իրականացվելու են 2 տարին մեկ անգամ։ Կազմակերպություններին տրվել է ժամանակ մինչև մարտի 28-ը կարգավորելու իրենց տեսանկարահանող ապարատների սարքին լինելը։ Մասնագետները, սակայն, ասում են, որ աշխատանքները ճիշտ չեն կազմակերպվում դեռ վաղուց։ Մեթոդաբանությամբ որ սկսել են այս աշխատանքները, չի կարող ապահովել արդյունք, ինչու, որովհետև հզորությունը բավարար չէր ապահովելու այն ծառայությունները, որոնք որ փաստացի անհրաժեշտ էին մեր քաղաքացիներին։ Մասնագետները չեն բացառում նաև, որ կարող է խնդիր առաջանալ գազաբալոնների քանակի հետ։ Մեր երկրում կանխարգելիչ հաշվարկները չեն արվում։ Անում են աշխատանքը, վերջացնում են, բախվում են խնդրի, հետո սկսում են խնդրը լուծել։ Անդրադառնալով գազալցակայաններին, որոնք որ սպասարկում են փաստաթուղթ չունեցող քաղաքացիներին, մասնագետները առաջարկում են, որ կանխարգելիչ մեթոդները փոխվեն, տուգանքները խստացվեն այնպես, որ մարդիկ զգաստանան ու չգնան այդ քայլերին։ 1-ից 2 ամսում շատ լավ պատկեր կլինի, թե պահանջարկը որքան է աճում։ Այսինքն գազաբալոն, օրինակ եմ ասում, այսօր երկրում իրացվում է 500 հատ, բայց երբ որ հսկողությունն իրականացնում ենք, հասկանում ենք, որ ևս 2500 մարդ պետք է գազաբալոնը արդեն փոխի։ Այսպիսով գազաբալոնների վկայագրման գործընթացում հայտնաբերված խախտումները ցույց են տալիս, որ ոլորտում վերահսկողության ուժեղացումը անհրաժեշտ քայլ է։ Մասնագետները ընդգծում են, ոլորտում անվտանգության ապահովման համար օրենքի պահանջները պետք է պահպանեն թե տնտեսվարողները, թե վարորդները։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։